Քրիստոսը կրեց մեր անեծքը։ Մեզ անեծքից ազատելու համար Քրիստոսը մեր փոխարեն անեծ դարձավ և ենթարկվեց Աստծո դատաստանին։ Նա փրկագնեց մեզ, ինչը նշանակում է, որ վճարեց իր աստվածային արդարությունը, բավարարելու գինը, որպեսզի ովքեր նրան հավատան, ազատված լինեն։ Գաղատացիների 3:10 ասում է, որովհետև որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, քանի որ գրված է, թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չի մնում օրենքի գրքի բոլոր գրվածքներում, որ ամենն անի։ Գաղատացիների 3:13 ասում է. Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, քանի որ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Քրիստոսը թողնվեց Աստծո կողմից մեր փոխարեն։ Մեր մեղքի ամենասարսափելի հետևանքը Աստծուց օտարացումն է, նրա բարեհաճ ներկայությունից և հաղորդությունից զրկվելը։ Եսայիա 59:2 խոսքում ասում է. Ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջտեղը, և ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ չլսի։ Մեզ հավիտենական բաժանումից փրկելու համար Քրիստոսը կրեց մեր մեղքերը Գողգոթայի վրա և Աստծո կողմից թողնվեց մեր փոխարեն։ Մատթեոս 27:46 ասում է. Եվ մոտավորապես ժամը 9-ին Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի, Էլի, լամա սաբաքթանի, այսինքն իմ Աստված, ինչու թողեցիր ինձ։ Քրիստոսը կրեց Աստծո բարկությունը մեր փոխարեն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված բարկացած է մարդու վրա նրա անողոք չարության պատճառով, չնայած այն բանին, որ այս ճշմարտությունը այնքան էլ ընդունված չէ։ Սաղմոս 7:11 ասում է. Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա։ Աստծո բարկությունն անզուսպ անտրամաբանական կամ եսակենտրոն զգացմունք չէ, այլ նրա սրբության, արդարության և բարու հանդեպ տածած սիրո արդյունք է։ Աստված ատում է մեղքը, և հաճախ նրա բարկությունը մեղքի դեմ սարսափելի է և կատաղի։ Պատճառն այն բանի է, որ մարդը կարող է դառնալ Աստծո բարկության առարկա, այն է, որ նա ընտրում է մարտահրավեր նետել Աստծո ինքնիշխանությանը, խախտել նրա կամքը և հանձնվել չարին։ Քանի որ բոլորը մեղավոր են, ապա արժանի են Աստծո բարկությանը, այդուհանդերձ Քրիստոսը իր սիրով վերցրեց Աստծո բարկության բաժակը։